Հիմա ներկայացնեմ մեր հաջորդ մասնակցին, ով նույնպես ստացել է դրամապանակ ընկերության կողմից, ասեմ, որ նա արդեն երրորդ դրամապանակն է ստացել, ինչքան գիտեմ, Վարդուհի Մարտիրոսյան։ Վարդուհի ջան, եթե հարմար է, խոսքը տրամադրենք ձեզ, ճիշտ եմ, երրորդ դրամապանակն է։ Ողջունում եմ բոլորին, այո Շողեր ջան, ճիշտ եք, երրորդ դրամապանակն է։ Նախ ուզում եմ ողջունել խոսքը տրամադրենք։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ողջունել բոլոր այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են մասնակցում SKS-ին, դες հաջողություն եմ մաղթում, այդպես շարունակեք, ոչ մի SKS բաց չթողնեք, քանի որ SKS-ը մեր հաջողության սկիզբն է այս բիզնեսում։ Իսկ դրամապանակների հետ կապված կնշեմ, որ առաջի դրամապանակս ստացել եմ նորեկ ժամանակ, երբ որ ընկերությունում նորեկ էի ու ակցիան հայտարարվեց, ես որոշեցի, որ պիտի անեմ ու արեցի։ Երկրորդը ընկերությունը հայտարարեց, որ ակցիա է ու բոլոր գործընկերները նորեկ թե գրանցված գործընկերներ կարող են մասնակցել։ Նորից իմ մոտ ստացվեց շատ հաջողությամբ անել ակցիան, իսկ երրորդ դրամապանակը ես վաստակեցի այն ժամանակ, երբ որ NKS-ն էր, NKS-ից հետո նորից էլի ակցիա հայտարարվեց, և ես ունեցա երրորդը։ Ճիշտ ասած, երրորդի դեպքում այսպես եղավ, քանի որ իմ աղջիկն էլ է գրանցված ընկերությունում, ինքը միշտ ասում էր, որ հիմա որ արդեն ինձ գրանցել ես, քո դրամապանակը տուր ինձ, բայց քանի որ այդ դրամապանակը ճիշտ ասած ոնց որ իմ հաջողության բանալին լինի, ուր ես գնում եմ, ինքը պարտադիր իմ հետ գալիս է ու այո, գումարները իրամիջից չեն պակասում։ Այսինքն դա գաղտնիք էր, որ SKS-ի ժամանակ բացահայտվեց, այսինքն դա մենակ մի հոգու մոտ չի այդպես, հա, դրա համար փորձեք բոլորդ ունենալ դրամապանակը, իսկ այս դրամապանակը, բնականաբար գաղտնիք, աղջիկս չի լսի այս դեպքում, իրա ծնունդին կնվիրեմ իրեն, որովհետև ինքը արդեն այս ընկերության մեջ է, ինչի համար ես շատ ուրախ եմ, ես այս հաջողության մի մասնիկը տվել եմ իմ երեխային, իմ աղջկա։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, որ միշտ իմ հետ են ու այստեղ պարտաճանաչ SKS-ին մասնակցում են։ Շնորհակալություն նաև Շողեր ջան, քեզ խոսք տրամադրելու համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս։ Շնորհակալ եմ անչափ։ Ես նույնպես շնորհակալություն Վարդուհի ջան։